Ցիտում եմ դատական ակտից, որոշման երկրորդ կետում հանդիպում են ձևակերպումներ, օրինակ, ստուգվել են թվով 15 հաշվիչներ, այլված կամ շաշկատով, Ղարս մասնաճյուղում հայտնաբերվել են 37 հաշվիչների թերություններ, արտաշատ ցանցում խոսքը գնում է 57 սպառողների եւ այլն, այսինքն թվերը սրանք են, որովհետեւ պատկերացում լինի ինչ թվերի մասին է խոսքը գնում։ Մեկ այլ կետում մոտավորապես հիմնավորումը կայացել է նրա շուրջ, որ ասում է ժամանակավոր կառավարիչը ասում է, որ այս եկա կորուստները մեծացել են, հետեւաբար դուք խափում եք։ Այն փաստը, որ ինքը վատ աշխատել եւ իր ժամանակ ուղղակի կորուստները մեծացել են, ինչպես նաեւ անջատումները, վթարները, դրա հետ կապված հանգամանքները հաշվի չեն առնում, համարվում է ոնց որ բազիսային ճիշտ է, համապատասխանաբար ամեն ինչ համարվում է սխալ, նմանատիպ արգումենտներ է, որը դատարանը հերքել է, ուզում եմ պարզ լինի, էլի, այսինքն սա ոչ թե ապացույց չկա է, ասում է ինչ չկա, ինչ էլ կա, մոտավորապես այս թվերի մասին եք դուք խոսում, որը ակնհայտորեն չի կարող դիտվի հեծի կողմից իրավախախտման մասին։ Հիմա հարցերին արդեն։ Համեցեք։ Եթե ինքնակարգավորվելու է, խնդրեմ, եթե չէ այս կողմից, ոնց ուզում եք, համեցեք, ասեք։ Միքրոֆոնը տանք երևի, որ լսվի բոլորին, էլի, ձայնագրության նաև։ Կներեք նախ ասեմ, որ բոլոր հարցերի եւ ինչքան հարց ուզում է լինի, պատասխանելու ենք, խնդիր չկա ժամանակին։ Հենց ժամանակավոր կառավարիչը ամեն շաբաթ վատվիրակում գտնվում ենթականների լուսանկարները հրապարակում եւ ասում, որ աշխիճ ցանցը ծայրահեղ վատթար վիճակում է, տեխնիկապես եւ բարոյապես մաշված վիճակում է գտնվում, ձեռնարկին նշում է, որ միլիոնավոր դրամների ներդրումներ եք կատարել ձեր ղեկավարման ժամանակ, այդ դեպքում ուրեն գնացել այդ ներդրումները։ Եվս մեկ անգամ անդրադառնանք անկեղծությանը, էլի, եթե տեսեք մոտավորապես 10,000 ենթակայան գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա ոչ մեկ երբևէ չեք գտնի այդպիսի հայտարարություն, որ Տաշիր կապիտալը հեծը հայտարարած լինի, որ մենք ամբողջությամբ վերազինել ենք, վերջացրել ենք, այլևս խնդիր չունենք։ Հիմա եթե խոսում ենք ազդվությունից, այդ դեպքում ես մի առիթով եմ ասել, երբ որ վատը ներկայացնում ես, լավն է ներկայացնում։ Հիմա ես առաջարկում եմ կոնկրետ այդ մասով ժամանակավոր կառավարիչը հանձնաժողովը կապ չունի, ստեղծեն եռակողմ հանձնաժողով, այսինքն սեփականատիրոջ ներկայացուցիչները, հանձնաժողովի ներկայացուցիչները եւ ժամանակավոր կառավարիչի, այսպես ասած, ներկայացուցիչները եւ մոնիտորինգ անենք, այդ ընթացքում մենք էլ ցույց տանք, այսպես բոլորին, ինչ է կատարվել։ Այսինքն նաև ներդրումները, ինչ ներդրումներ են կատարվել եւ ինչքան ենթակայաններ են վերանորոգվել, ինչպես նաև մալուխային գծեր եւ օդային գծեր։ Եվ երկրորդ այդ հանձնաժողովը, որպեսզի կարողանա նաև անջատումների քանակը ֆիքսի։ Իրենք խափում են ուղղակի։ Մենք վիզուալ տեսնում ենք, որ անջատումները անկեղծ են ասում առանց շահագրգռվածության, բնականաբար ունեմ շահագրգռվածություն, բայց շատ անկեղծ եմ ասում, հաշվի առնելով եւ այն ժամանակվա անջատումները, ըստ որի ճգնաժամ էր, այսպես ասած, եւ հիմիկվա։ Վիզուալ ամենայն դեպս երևում է, որ շատացել է ավելի։ Մենք պնդում ենք, որ 2025-ի վերջի երամսյակում 40%-ով շատացել է, քան 24-ի վերջի երամսյակի արդյունքներն էր։ Հիմա այս պարագայում իրենք հանձնաժողովին ինչ են տալիս, չգիտեմ։ Ես առաջարկում եմ նաեւ այդ հանձնաժողովը ուսումնասիրի, այսպես ասած, քանակը անջատումների եւ դուք տեսնեք, որ իրենք ուղղակի խափում են, ներկայացնում են իրենց ուզած ինֆորմացիան։ Հավատացած եղեք, մենք նաեւ մի քանի այսպես տարբեր եւ էջերով ոչ այսպես շատ կանոնակարգված ներկայացնում ենք, թե ինչ է կատարվել։ Այդ վերանորոգված ենթակայանները, հարյուրավոր կիլոմետրերով գծերը եւ այլն։ Ես մի քիչ հավել եմ, էլի, որովհետեւ հանձնաժողովը դրան էլ անդրադարձել, որովհետեւ այդ 9 կետից այն 6-ի 9-րդ կետը վերաբերվել է ենթակայաններին։ Մինչև հանձնաժողովի անդրադարձին ուզում եմ բոլորին պարզ լինի, ոնց է կատարվում հեծի կառավարումը։ Երբ որ պետք է որ հեծը լինի կարգավորվող, պոտենցիալ քննադատողները ասում են, դե կարգավորվողը օրինակ տեսեք երաշխավորություն եք տվել, չպիտի տայք ամեն քայլ որ անում եք, պիտի գաք հեծակային հարցնեք։ Երբ որ հեծը կարգավորման դաշտը ձեռք չի տալիս արդեն, ասում ենք, ոայ տեսեք հեծի վիճակը վատ է։ Հեծը ունի ներդրումային ծրագիր։ Հեծը չի կարող իրավունք չունի ուղղակի վերցնի ու ներդրումները շատանի։ Ինչի նկատի ունեմ իրավունք չունի շատանի, որովհետև ուղղակի մի տարում եթե արեց մի քանի տրիլիոն դոլարի ներդրում, սակագինը միանգամից բոլորիս համար կտրուկ աճելու։
կոնցեպտը հետևյալն է, այն ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, սակագնային քաղաքականությունը, ներդրումային քաղաքականությունը, ընդհանուր կառավարումը կոմպլեքս է վերահսկում, որովհետև այդ ներդրումները պետք է բերեն շահութաբերություն, այդ ներդրումների հաշվին է, որ դու շահույթ ես ստանում, եւ համապատասխանաբար այդ ներդրումների ծավալի աճը ունենում է սակագնի վրա բարձրացող ազդեցություն։ Հետևաբար ցանցը միշտ կարիք է ունենալու ներդրումների, բոլոր ցանցերը, բոլոր կլինի դա գազ, ջուր, լույս, ցանկացած ինտերնետ, հայ ինչ ուզում լինի, ցանկացած ցանց ունի ներդրման կարիք։ Այդ ներդրումը ուղղակի որտեղից ծավալով ոնց անել, որոշումը ամեն անգամ ըստ ելնելով առաջնահերթություններից եւ համապատասխան սակագնային քաղաքականությունից։ Նույնիսկ եթե ընդունվի, հիմա 9-րդ կետն եմ ցիտում, եթե ընդունվի, որ արկա են որոշակի խախտումներ, ապա անհրաժեշտ է գնահատել դրանց ծանրությանը եւ համադրել կիրառված միջոցի։ Ինչ էր եղել, ասել ասեմ, ուրեմն ժամանակավոր կառավարիչը հանձնարարել էր, քանի հազար կենթակայան կար, 10,000 մոտ կենթակայան կա, 25 ամենավաճ կենթակայաններում կանչել է ստուգում անել։ Ընդ որում ստուգման ժամանակ ինչ-որ խախտումներ էր հայտնաբերել տեսչական մարմինը, այդ թվում նաեւ օրինակ հայտնաբերել էր, որ այնտեղ չկա կրակ մարիչ, որը կապ չուներ ներդրումային ծրագրի հետ, ուղղակի պետք է հետևողական լինես, որ լինի, եւ եթե չկա, պետք է բերես վերականգնես, որովհետեւ դրա համար պետք է ընդամենը գնալ կրակ մարիչը առնել, բերել դնել։ Ամենամողեր ասում, որ չկար։ Հիմա դա հաջորդ ցիտումն է, հեսա կբերեմ։ Լիցենզիա դադարեցումը հանդիսանում է ծայրահեղ միջոց, որը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ խախտումները ունեն համակարգային շարունակական եւ էական ազդեցություն սպառողների իրավունքների վրա եւ չեն վերացվել կամ չեն կարող վերացվել ավելի մեծ միջոցներով։ Տվյալ դեպքում նման հանգամանքներ չեն հիմնավորվում, ներկայացված տվյալները վկայում են առավելապես առանձին ենթակայանների խնդիրների մասին։ Այն ինչ որ դատարանն է ասել։ Մեկ այլ մեջբերում էլ բերեմ։ Այսա երկրորդ հարցի վերաբերյալ, բայց կապ չունի, վերաբերում է ամբողջությամբ։ Այս համատեքստում հայցօրյա այն պնդումը, որ չի իրականացվել պատշաճ հանձնում, ընդունում եւ գույքագրում, ստանում է առանցքային նշանակություն։ Եթե ելակետային տվյալները, այսինքն հաշվիչների նախնական ցուցմունքները կամ դրանց ֆիքսման գործընթացը կամ ենթակայաններում կրակմայրիչների գտնվել է կամ որևէ այլ հանգամանք, պատշաճ չեն արձանագրվել, ապա հետագա ցանկացած համեմատություն կորցնում է իր ապացուցողականությունը, քանի որ անհնար է հաստատել, որ արձանագրված տարբերությունները պայմանավորված են իրական թերգրանցմամբ կամ հավելագրմամբ։ Եվ ամենավերջին կետորը ցանկացած խնդիր բարձրացնելուց հետո պետք է պարզ լինի, լավ, այսքան ժամանակա կառավարիչ փոխվել է, ֆիզիկապես տնօրենի գործառույթ իրականացնում է այլ անձ։ Այդ ենթակայաններում խնդիրները արձանագրելուց բացի որևէ բան արվել են, թե ընդհանրապես արձանագրել են, որ կա ինչ-որ մի ենթակայան, որը կարող էր ավելի լավ վիճակում գտնվել։ Հետևաբար հիմնական չափանիշը վերադառնալով ձեր կոնկրետ հարցին, էլի որտեղ են այդ ներդրումները, որով կարող են գնահատել արդյոք ներդրումները եղել են թե չէ, դա ընկերության սեփական կապիտալի կամ կապիտալ միջոցների աճն է։ Ըստ էության այս պահին ընկերության սեփական կապիտալը 500 միլիոն դոլարը գերազանցում է, մոտավորապես այն օրը հաշվեցինք 500 միլիարդ դրամ է։ Դա դրամ է, այսինքն ակնհայտորեն միլիարդ դոլարը գերազանցում է։ Երբ որ ներդրում ենք անում ընկերությունում, մենք այդ ներդրումը ինչ-որ մի ձև արտահայտվում է։ Մի քիչ շատ տեխնիկական եմ գնալու հաշվապահական, բայց երբ որ շենք եմ սարքում, այդ շենքը չենք ծախսագրում, ինքը համարվում է հիմնական միջոց, նստում է մեր բալանսում եւ ամորտիզացվում է տարիների ընթացքում, sense պարզ ասած մի քիչ sense շատ հաշվապահական տերմինոլոգիայով ֆինանսական գնացինք։ Այդ ներդրումները հստակ երևում են ներդրումային ծրագրերի մոնիտորինգով, դրա արդյունքների ընդունմամբ, դրա հանձնում ընդունումներով, քաղաքաշինական փաստաթղթերով եւ ընկերության սեփական կապիտալի աճով, հիմնական միջոցների ծավալի աճով։ Երեք ակտին հերթական քննարկումն ենք անում բողոքարկման հետ կապված հարցերով եւ նորից նայեցինք թվերը 500 միլիարդ դրամը գերազանցում է սեփական միջոցներ, այսինքն դա աճել է։ Ընկերությունը, վնասով աշխատող ընկերությունը 10 տարի առաջ եւ ուներ 30 քանի միլիոն դոլար վնաս, այսինքն մինուս էր ինքը, այս պահի դրությամբ ինքը պլյուս է։ Հետևաբար դա կարող լինել միայն մի դեպքում այդ ներդրումներով։ Ոչ մեկը երբեք չի արել պնդում, որ հենց իդեալական վիճակում է։ Մենք արել ենք պնդում, որ հենց շատ ավելի լավ վիճակում է, քան եղել է առաջ, հենց շատ ավելի լավ վիճակում է, քան կարող էր լինել, եւ հենց շատ ավելի լավ վիճակում է, քան համարժեք այլ հեծեր, այլ ազգային ցանցեր, էլի հիմա եթե համեմատենք շատ այլ երկրների հետ։ Եթե պատասխանեցինք ձեր հարցին նաեւ կոնկրետ ենթակայանների մասին։ Տնտեսական մեզոր գնահատումը, այսօր փոխուտով է աշխատում, կարող եք։ Տեսեք, 10 տարի առաջ, երբ որ ձեռք եք բերել հեծը, մոտարապես
3 ամսվա կյանք է ունեցել։ Ես ինչ եմ ասում, որ հիմա այս կառավարությունում էլ կան մարդիկ, ովքեր տեղյակ էին։ Նույնիսկ երկու փոխվարչապետերը, մեկը բանկ, մեկը նախարարություն էկոնոմիկա, այսինքն տեղյակ են եղել վիճակին։ Ամենաշատը 3 ամիս հետո սնանկության էր գնալուց հեծը։ Խնդրեցին Սամվել Կարապետյանը վերցրեց եւ առանց որևէ ակնկալիքի, ուղիղ հայտարարում եմ, առանց որևէ ակնկալիքի, ընդհուպ մինուսները փակելու ակնկալիքով ինքը վերցրել է հեծը։ Ճիշտ մենեջմենտի, ճիշտ աշխատանքի արդյունքում հեծը, այսպես սնանկության գնացող հեծը դառել է շահութաբեր ընկերություն, բայց մոտավորապես 10 միլիարդ դոլար արժի հեծը, այսպես 100%-անոց, ցենց խոսք կա, չէ, հայերի մեջ ոսկե ջրելու, այսպես ասած, մոտավորապես 10 միլիարդ արժի։ Հիմա հանձնաժողովի կեղծությունը այստեղ է, այսինքն հանձնաժողովը թույլ չի տալիս մենք մեր միջոցներով 12 միլիարդ ցանկացան 25 թվին ներդրումներ անենք։ Եթե հիշում եք, հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ մի կողմից ուզում են ներդրում անեն, մյուս կողմից սակագնի վրա է դա ազդելու։ Ես մի ձայնագրություն հրապարակեցի, որտեղ ես ուղիղ նշում եմ, եթե դա բեռ է լինելու սակագնի վրա, մենք դա կանենք մեր հաշվին, մեր, այսպես ասած, գումարների հաշվին։ Դա չթույլատրեցին անգամ։ Այսինքն այն, այսպես ասած, իրենց խոսույթը, որ հեծը էսպայն ունի խնդիրներ, իսկով է ասում չունի, իսկով է ասում չպետք է ունենար։ Եթե որպես պետություն պատրաստ լինեիք 10 միլիարդ ներդրումային ծրագրին, մենք էլ այդ 10 միլիարդ ներդրումային ծրագիրը կանենք, այս սակագինը դուք որոշեք։ Եվ ամենակարևոր հանգամանքը նոր միացում, ժողովուրդ, ախր այնքան ակնհայտ է ամեն ինչ, մի քիչ sense խոսակցական լեզվով ասեմ, ժողովուրդն էլ հասկանա։ Պետական հանձնաժողովը իբրև թե անկախ թանկացնում է նոր միացման սակագինը, այսինքն նոր միացման համար վճարվող վարձավճարները։ Բերում գցում են մեր վրա, ասում են իրենք են թանկացրել։ Լավ է, չգիտեմ, եթերային լեզվով ոնց ասեմ, սրա վերջը երբ է գալու, կարծում եմ հունիսի 8-ին։ Սրա կապված մի ճշգրտ տղա է։ Այդ 10 միլիարդը դրամի մասին էր, էլի ֆիքսենք դոլար, 10 միլիարդ դոլար։ Այո, 10 միլիարդ դոլար։ 10 միլիարդ դրամն ինչ ամբողջ Հայաստանը։ Այո։ Okay, դոլարի մասին ֆիքսենք։ Պարոն Ղազարյան, նշեցիք, որ ներդրումները փաստացի թույլ չեն տրվել։ Դրա մասին այդ ժամանակ խոսվեց։ Դուք միտում եք տեսնում, որ թույլ չեն տրվել, եւ միտում եք տեսնում արդյոք, որ ժամանակին պարոն Օրբելյան չեն արձանագրվել այդ խախտումները, ճիշտ չեն ներկայացվել հեծին, որպեսզի հետո օգտագործեն այս պրոցեսները պատասխան։ Այսինքն Տեսեք, ախր միտումները այնքան շատ են, հենց առաջին միտումը հեծի դեմ գործընթացը ուղիղ հայտարարում եմ եւ միշտ ասել եմ, թող որևէ պետական պաշտոնյա հայտարարի, որ մեր գլխավոր տնօրենների խորհրդի նախագահի հետ, սեփականատիրոջ ներկայացուցիչի հետ, ինձ հետ երբևէ քննարկել է թեմա, որ հնարավոր է հեծը զրկվի լիցենզիայից։ Քննարկումները եղել են ամենօրյա, ամենժամյա, բայց այդպիսի անգամ ակնարկ չի արվել։ Հիմա հարցազրույցում ասում է, որ այդպիսի ակնարկներ արվել են, ասել է այդ մասին։ Ներողություն եմ խնդրում, եթե անձը, տեսեք, եթե անձը չի նշվում, գիտեք ինչ, հին անեկդոտ կա, չէ, ասել եմ, չասեմ։ Նույն պատմությունն, այսինքն ես ասում եմ կոնկրետ այն անձանցից, շատ ներողություն, կարող է հանձնաժողովը գնա միտեղ մոնիտորինգի այդպիսի թեմա էլ եղավ։ Ասում եմ, մենք ճշտեցինք, ձեր աշխատակիցները ասեցին տեխնիկական խնդիր է, որում խաբել եք BA-ի հետ կապված։ Ասում եմ, դուք իմ հետ եք շփվել, ինձ ինչի՞ չեք հարցրել։ Տարածքում ինչ որ մի տեսուչի կամ ուղեկցողի, այդ եմ ասում։ Թող կոնկրետ անձի բերեն, ասեն, որ այս անձին մենք ասել ենք, որ կոպիտ ասած, եթե դուք այսպես շարունակեք, մենք գնալու ենք լիցենզիայի զրկման։ Ինչի՞ այդ գործընթացը սկսեց հունիսի 18-ից հետո։ Ուղիղ կապ կա, իրենք փորձում են ներկայացնել, որ խոսել ենք, մենք չենք շփվում, որ խոսել ենք։ Մենք ասում են հետագա ձեր պայքարը ընդհանրապես ինքնապաշտպանություն է, մինչ այդ եղել է այդ գործընթացի վերաբերյալ։ Դա եւս որևէ, այսպես չի դիմանում որևէ քննադատության, ինչի համար, որովհետեւ Սամվել Կարապետյանը որ տանից դուրս եկավ, ինչ ասեց։ Թքած ունեմ հեծի վրա, որը փորձեց օգտագործել մեր դեմ, եւ մենք ապացուցեցինք, որ թքած ունի հեծի վրա որպես գույք, ոչ թե որպես պետական, ռազմական անվտանգության, որպես եկամտի։ Այսինքն այսօր արդեն 1 միլիարդ հանոց, գիտեք, 1 միլիարդ ընկերության արժեք ունեցող ընկերության վրա թքած ունենալը արդեն ենթադրում է,
որ այդ մարդը հաստատ դրա հետևից գնալու դեպքում չէր գնալու նստեր այդքան, չգիտեմ, կալանավայրում ունենալով բոլոր հնարավորությունները եւ միշտ ասել եմ, հիմա կրկնում եմ, ընդամենը 1 սանտիմետր հետ քայլի դեպքում հավատացած եղեք, բոլորով ներողություն են խնդրելու եւ հեծը վերադարձնելու են։ Ես ներողություն եմ խնդրում շարունակեմ մի քիչ սրանք։ Չէ, ես ասում եմ, եթե հետ քայլ կատարեր։ Ես ուրեմն նայեք ինչի չի համապատասխանում նաև այդ իրականության նախկին ոչ նախկին ժամանակահատվածում։ Եթե լիներ այնպես, որ եղել են խախտումները արձանագրված են, ուղղակի այդպես աչք են փակել, չեն ասել, որ հետո գործողություն անել, կարիք չէր լինի գիշերում օրենք ընդունել, կարիք չէր լինի էթնիկ փոփոխություններ անել, կարիք չէր լինի այդ օրենքով նախատեսել հանրային գերակաշարի ինչ-որ առանձնահատկություններ, այսինքն դա լրիվը նախորդ հանգիստ ռեժիմով կարգավորվել։ Մենք ակնհայտորեն տեսնում ենք մի հատ հանգամանք, որ ինչ-որ մի հատ պահից սկսում է ակտիվ աշխատանք, ընդ որում այդ ակտիվ աշխատանքը այն աստիճան որ ամբողջական չի, փնթի է, օրենքը ընդունվում է, այդ օրենքի ընդունման արդյունքում հասկանում են խնդիր կա, միջազգային արբիտրաժի որոշումն են փորձում ինչ-որ ձևով բան անեն, թաքցնեն, տեսնեն ինչ պետք է արվի, այդ օրենքը հետադարձության խնդիր են տեսնում, այսինքն բավականին լրջագում խնդիրներ կա։ Եթե դա լիներ նախկին խախտումների համար ինչ-որ գործընթաց, առնվազն ՏԿ նախարարի այդ գրությունը ինչ-որ հիմքեր կունենար։ Որպեսզի պատկերացնենք ինչ ա եղել, եղել է ՏԿ նախարարի հաղորդում, որտեղ ասել է, որ այն դեղոթային կամուրջ պիտի կառուցենք, կայան պիտի կառուցենք, այդ չեն կառուցում, կորուստներ ունենք։ Բեցը բարձրավոր էլեկտրական ցանցերը կորուստներ ունեն։ Գալիս է հանձնաժողովը դա ընդհանրապես չի ուսումնասիրել, որտեղ հանձնաժողովի համար դա պարզա որ դա խնդիր չի, որովհետև այդտեղ մեղավորը հենց ՏԿ-ն է, որովհետև այդտեղ բազմաթիվ նամակագրություն կա, որը կա գործի նյութերում, որը վերջնական արդյունք չի եղել, որ ասում են Ջորջան, այդ կառուցելու համար հանրային գերակաշարի կարիք կա։ Մասնավոր անցնցողեր կան տարածքներում, որոշեք, որ հատվածով որոշումը անցկացրեք, մենք գանք վերջնենք իրականացնենք։ Գումարը տանք այդ մարդկանց փոխհատուցում տանք, կառուցենք, որովհետև ուրիշի տարածքում բանակցություններով չեն կարողանում ձեռ բերել այդ հողերը։ Բայց դրա մասին գրության համար մեկ կետն է, մեծ գրված է, նույն խնդիրը վերաբերվում է Երևան ջեկի հրդեհին, նույն այդ խնդիրը վերաբերվում է այլ պնդումներին, որոնք այն ՏԿ նախարարի գրության մեջ։ Եթե դա նախկին խնդիրներ եղած լինեին, սուս մնացած լինեին, հիմա հայտնվեն, այդպես չէր լինի։ Կլիներ սովորական ՀՑԿ-ի կողմից հարուցված վարույթ, որտեղ կարձանագրեին ինչ-որ խախտումներ, այդ վարույթի շրջանակներում էլ կասեն, դե գիտեք ինչ, մենք էլ որոշեցինք լիցենզիայի ձեռքել։ Միակ խնդիրը, որ կարիք ունենային, այդ հանրային գերակաշահով այդ բաժնետոմսերը առնելու օրենքը կլներ։ Այստեղ ժամանակավոր կառավարիչ նշանակել, ժամանակավոր կառավարչին տալ լիազորություններ գործել տնօրենի անունից։ Զարեշտի է հասել, հիմա սահմանադրական դատարանում բողոք ունենք, ուզում եմ պատկերացնեք չակերտավոր տաղանդավորության աստիճանը։ Ուրեմն դիմում ենք դատարան բողոքարկելու այն որոշումը, որով նշանակվել է ժամանակավոր կառավարիչը։ Դատարանը ասում է, դե նայում եմ ռեգիստրում, դիմողը պետք է լինի ժամանակավոր կառավարիչը։ Ասում ենք, ու վերադարձնում է բողոքը։ Ասում է, դե չեք կարող քննեք, ստորագրողը պետք է լինի Ռոմանոս Պետրոսյան կամ իր լիազորագիր։ Վերաքննիչ բողոք ենք բերում։ Վերաքննիչ դատարանին ասում ենք, վերաքննիչ դատարան, մենք էլ հենց այդ հարցն ենք բողոքարկում։ Չի կարող էլի լինի մի վիճակ, որ դուք մի մարդ նշանակեք, ես ձեր որոշումը նշանակելու փորձեմ բողոքարկեմ, ինձ ասեն, չէ, այդ մարդը պետք է ստորագրի այդ բողոքը։ Այդտեղ խնդիրը ինչ որ վերաքննիչի ինչ անում։ Ռոմանոս Պետրոսյանին լիազորագրի հիման վրա դիում են ներկայացնում վերաքննիչ դատարան մեր բողոքները հետ վերցնելու պահանջով։ Ասում են մենք բողոք էինք բերել։ Խնդրում եմ հետ տվեք։ Դե վերաքննիչ դատարան ասում է, հա դե տեսակ բողոքի հետ են ուզում, հետ ենք տալիս ու վերջնվա հավապատասխանաբար բողոքը վերադարձնում է։ Վճռաբեկ դատարան են գնում, վճռաբեկ դատարան ասում է, հա բայց պետք է Ռոմանոս Պետրոսյանն լիազորագրով լինի, որտեղ ինքն է ռեգիստրում գրանցված։ Ու դա մի գործ չի։ Մենք խոսում ենք 5 գործի մասին, 5 տարբեր բողոքարկումների մասին։ Հիմա եթե այսպես պետք է արվի, այդպես նախինում ինչ-որ բաների աշխատելու խնդիր չկա։ Ինչի սա էլ է շատ կարևոր, որովհետև տպավորություն կա, որ խնդիրները կա, խախտումները արձանագրված են, խախտումները տեղում են, հստակ են, ֆիքսված են, ուղղակի աչքեր փակել, այ հիմա աչքերը բացեցին, չէ՞, խախտումները չկան։ Այսինքն խոսքը չի գնում, որ առանձին տեսուչների կողմից հնարավոր չի որևէ խախտում անել։ Պարոն Ղազարյանը ներկայացրեց, որ հենց որոշ հայտնաբերած գործեր վերաբերվել են մայիսին, հայտնաբերվել են, պատժվել են, վերահաշվարկարվել է, սպառողին վերականգնվել է։ Մինչև վարույթ հարուցել է։ Իսկ սա մինչև այս ամբողջ գործընթացը։ Ու դա պարբերաբար բոլորի մոտ երբեմն լինում է։ Խնդիրը կայանում է նրանում, որ սրանք սպառողիկ առանձին գործողություններ են եւ վերահսկողական գործիքների շրջանակներում են։ Սա չի կարող վերագրվել հեծին որպես հեծի կողմից լայնամասշտաբ խախտում։ Հետևաբար խնդիրը հենց դրա մեջ է, որ խախտումներ չկան։ Այսինքն այն խախտումները, որոնք արձանագրվել են, դատարանն էլ համաձայնվեց, որ չկան, որովհետև եթե ապացույցները լինեին, ապացույցները կլինեին գործում։
Ուզում եմ ուշադրություն հրավիրեմ, 3 ամիս գործը քամվել է, դրանից հետո մի ամիս երկարացվել է։ Այս բացառիկ դեպք է։ Պատկերացրեք հարկային ստուգումանի, միջև ստուգում անելը տնօրենին փոխի իր ներկայացուցիչ նշանակի ձեր մոտ տնօրեն։ Հարկային եկել է ձեր մոտ ստուգում անելու, բայց ձեր տնօրենի փոխարեն հանդես է գալիս հարկայինի նշանակած տնօրենը։ Այս վիճակում այսպեսի ակտ է եղել, որը արդյունքում 4 կետը հիմնական ծավալային դուրս եկել։ Ներողություն խնդրեմ։ Պարոն Վազիմյան, եթե գազի սակագնի մեջ փոփոխություն լինի կամ սահմանափակումներ Հայաստանի կշռող գազի մեջ էլեկտրաէներգիայի մատակարարումը կամավարանի ժողովրդի դեպ ունենանք այնպիսի իրավիճակ, որ ունեցավ դեկտեմբերին։ Նախ գազի սակագնի փոփոխությունը անմիջապես կազդի էլեկտրոէներգիայի սակագնի վրա, ինչ-որ մասով, եւ երկրորդը տարեկան որոշակի ժամանակով ատոմակայանն է կանգնում։ Արևային կայանները գիշերը չեն կարողանում արտադրանք տալ եւ չունենք ակումուլյացիոն այդ համակարգ, որպեսզի կարողանանք կուտակել եւ անել։ Այսինքն միանշանակ այդ խնդիրը կլինի, այստեղ արդեն այլ հարց է, թե ինչպես կփորձեն փոխհատուցել, աստված չանի իհարկե գազի սակագինը թանկանա, չգիտեմ ինչի համար է դա հարցնում, բայց ճիշտն ասած ես էլ եմ, եթե Եվրոպացում $1000, այսօր պատրաստվեք, որ հարգելի լրագրողներ, մենք որ անընդհատ ասում ենք, թույլ ղեկավարը չի կարող բանակցել, թույլ ղեկավարը չի կարող, գիտեք, փողոցում էլ այդպես, կյանքում էլ այդպես, մեր աշխատավայրերում էլ այդպես, երբ որ մարդ մի բան խոսում է հետևից, չգիտեմ, աշխարհի վատ բաները գնում դիմացը, մենք անմիջական լավ շփում ունենք, մենք իրար հետ լավ գործընկերներ ենք, մեր պետությունները ռազմավարական գործընկերներ են, ախր մեղադրելու չէ ոչ Ռուսաստանին, ոչ այլ գերտերության, ոչ ամենափոքր տերության, չեն վստահելու, լուրջ չեն ընդունելու, լավ այսպես ասեմ։ Պարտված ղեկավարը ինքը հայտարարելով, որ Ադրբեջանի մասը մեր տունն է, այստեղ Ռուսաստանի, Ամերիկայի ոչ մեկի խնդիրը չի։ Եթե անգամ Ռուսաստանը 2 անգամ հայտարարել է որպես, ինչպես նշվեց, չէ, որպես Արցախը Ադրբեջանի մաս, դու ինչ իրավունք ունես հայտարարես։ Անկախ նրանից 10 անգամ Ամերիկան հայտարարել, 50 անգամ Ռուսաստանը հայտարարել, դու ինչ ես հայտարարել։ Այդ ամբողջը մի պարզ բան ունի։ Այստեղ լուծումը մի հատ է։ Թույլ ղեկավարը չի կարող մեր կողմից լինել բանակցող նամանավանդ այսօրվա աշխարհաքաղաքական այս խառը իրավիճակում։ Վերջինաշով ինչ-որ քարտեզային փոփոխություններ են, չէ՞ տեղ ունենում նաև աշխարհում։ Մենք որտեղ ենք։ Ոչ մի տեղ, ընդհանրապես ոչ մեկ լուրջ չի ընդունում, որովհետև մեր անունից բանակցում է մի մարդ, որը, չգիտեմ, չի կարող ուղղակի բանակցել։ Կներեք, քանի որ դուք մտա քաղաքական դաշտ, գուցե մենք պատասխանենք այն մասով, որ ձեր վրա նաև մարդատվեց եւ ասաց, որ չեք կարող մասնակցել ընտրություններին։ Ուղիղ այդպիսի բան է ասել։ Ասաց, որ դրսի անձնագիր մեկ այլ երկրի անձնագիր ունեցողը երևի այսօր բարձրաբանեց երևի Վլադիմիր Պուտինը շատ է զբաղված պատերազմով եւ իր գերտերության հարցերով, տեղյակ չէր, իրեն չէին տեղեկացրել, որ մեր սահմանադրությունը թույլ չի տալիս այլ երկրի անձնագրով կամ իր քաղաքացուն մասնակցել մեր ընտրություններին։ Շատ ներողություն իսկ ով է ասել, որ հիմա Սամվել Կարապետյանը տեխնացու է սպային եւ սպային ինքը մենք սահմանություն ենք խախտելու, բացարձակ։ Մենք ընդհանրապես գնում ենք ընտրության օրենքով մեզ այսպես վերապահված իրավունքները օգտագործելով։ Կա ուժ, օրենքը թույլ է տալիս, որպեսզի կուսակցության նախագահը լինի երկքաղաքացի, քաղաքական ուժի ղեկավարը։ Եվ քաղաքական ուժի ղեկավարը լինելով երկքաղաքացի ներկայացնում է իր ցուցակը, ներկայացնում է իր տեսլականը, իր ծրագրերը, ամեն ինչի վերաբերյալ։ Մենք իրավական ճանապարհը ներկայացրել ենք, ինչպես է Սամվել Կարապետյանը լինելու տեխնացու։ Վարչապետ, ներողություն։ Այսինքն այդտեղ բացարձակ այդ խնդիրը չկա, այդտեղ մանիպուլյացիա է արվում։ Մենք հակառակը պնդել ենք, մենք ասել ենք Սամվել Կարապետյանը հիմա Այո, բայց մենք նաև ասում են նաև իդեպ հատուկ են գծել, որ վարչապետի տեխնացուն նաև չի կարող լինել։ Սուրճ ջան, նորից կրկնում եմ, մենք լինելով ազնիվ, որևիցե, այսպես ասած, ոչ խաղ ենք տվել, ոչ փորձել ենք խաբենք, ոչ փորձել ենք արդարանանք։ Մենք մեր ժողովրդին շատ ազնիվ ներկայացրել ենք այն ճանապարհային քարտեզը, որով Սամվել Կարապետյանը լինելու է վարչապետ։ Հիմա իր ասածը, մեր ասածի հետ ինչով էր հակասում։ Բացարձակ զրո։
Հերոսի լիցենզիայի հնարավոր փոփոխությունը միջնապետական հետևանքներ կարող է ունենալ պետության վրա, երկերության վրա եւ հատկապես էներգետիկական տվյալության տեսակետից ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Եվ ներողություն, եւ արդյոք Հայաստանում կա բավարար մշտական միջավայր հերոսի պաշտպանության կառավարության։ Ես ձեզ ասեմ, ուրեմն ներդրումային միջավայրի հետ կապված կարծում եմ բոլորին պարզ է, որ եթե մոտավորապես 1 միլիարդանոց ընկերությունը այսպես կոպիտ չոր խլվում է, չեմ կարծում, որ աշխարհում լինի մի կորպորացիա, մի ընկերություն կամ մի պետություն, որը փորձի ներդրում կատարի այդ երկրում։ Քանի դեռ այդ երկրում քաղաքական իշխանությունը փոխված չէ եւ այդ երկրում բիզնեսի համար ազատ միջավայր ստեղծված չէ։ Երկրորդ հեծի մասին եք խոսում, այսինքն երկրորդ հեծ ստեղծվի։ Շուկան այնքան փոքր է, որ ուղղակի Հայաստանում այդ ներդրումը իրեն չի արդարացնելու, որպեսզի ստեղծվի երկրորդ հեծ, այսպես օպերատորների պես չի, էլի, որ երրորդ օպերատոր ստեղծվի։ Հեծի պարագայում կարծում եմ այդպիսի ներդրում ոչ մեկ չի անի։ Երկրորդ հեծում Ես մի քիչ ավելացնեմ, նայեք, ուղղակի երկու հետևանք կա, մեկը միջազգային արբիտրաժի միջոցով, եթե ճակատավոր խլման գործընթացը ավարտին հասցվի, այս պահին Ստոկհոլմի ներդրումային արբիտրաժում քննվում է գործը, որտեղ հայցագին $500 միլիոն ավել է, այսինքն պոտենցիալ գումարը, որը Հայաստանի Հանրապետությունը վճարելու է պարտվելու դեպքում, գերազանցում է $500 միլիոն եւ ավել, այսինքն դա թիվը վերջնականացվելու է դատական գործընթացի վերջնական փուլում։ Երկրորդ խնդիրը, որը առաջանալու է համապատասխանաբար դա ներդրումային միջավայրի վերահսկողությունն է, որը այսօր արդեն կա։ Ես ուղղակի բացի դատական ներկայացությունից որոշ ծավալով, որ իրականացնում եմ, բավականին մեծ ծավալով, որ հենց մեր գրասենյակով շփվում ենք տարբեր ներդրումային ծրագրերի հետ, եւ ինչքան էլ փորձ արվի ցույց տալ, այ որ Ռուսաստանի քաղաքացի է դրա համար ենք վերցնում, բոլոր ներդրողների մոտ, եվրոպական, ամերիկյան, Չինաստան, Ճապոնիա, Պարսկաստան բոլորի մոտ խնդիրը կա, որ եթե ազգությամբ պայմանավորված կարելի է վերցնել, ուղղակի կարող է լինի, ասենք, պրոռուսական իշխանություն վերցնի պրոեվրոպականներին, նույն օրգան չինացիները վերցնեն մնացած բոլորին,